Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարող այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Սիրելիներս, իմ բոլոր ուղիղետերները պապավում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Adnaclassnic-ում, Facebook-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում։ Գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ բոլոր ալիքներում ձեզ շատ հետաքրքրող ինֆորմացիա կա, տեղեկատվություն կա, կապված էզոտերիկայի, պարահոգեբանության ոլորտի վերաբերյալ։ Բացի այդ տեղեկատվությունից նաև կան բազմաթիվ ծիսակարգեր, հմայախոսություններ, որի միջոցով դուք կարողանաք ձեր կյանքի որակը ավելացնել։ Եթե ինչ-որ խնդիրներ կաք, կարողանաք այդ խնդիրները, դուք ինքներդ այդ խնդիրները լուծեք։ Ինչի մասին եմ այժմ ուզում ձեզ հետ զրուցել, ուղիղ ետեր է մտել, սիրելիներս։ Ուզում եմ խոսել թուղթուգրի մասին, անեծքի մասին, տարբեր տեսակի նեգատիվ էներգետիկայի մասին, որպեսզի ինֆորմացված լինեք։ Ինչքան մարդկանց ավելի շատ պատմես նման էներգետիկ, բացասական էներգետիկ հարվածների մասին, այնքան մարդը ավելի շուտ հասկանա, թե իր հետ ինչ է կատարվում, այլ չի մնում, գիտեք ինչ որ տանակը հասնում են ոսկորին ու նոր մարդիկ դիմում են, ինչպես բժիշկներին, մարդիկ բժիշկներին չեն այցելում, երբ որ արդեն հասնում է այնպիսի իրավիճակ, որ նույնիսկ ոչ վիրահատությունը, ոչ մի բան չի կարող իրենց օգնել, եւ ինքնըստինքյան արդեն ֆիզիկական մահ է գրանցվում, դա նույնպես նման ձևով է, եթե մարդը չի այցելում պարահոգեբանի էքստրասենսի մոտ, չի հասկանում ինչ է իր կյանքի հետ տեղի ունենում, մեր մոտ նույնպես լինում է այնպիսի ժամանակաշրջան, որ արդեն պայծառատեսը, էքստրասենսը ինքը ի վիճակի չի արդեն ինչ-որ գործողություններ կատարելու, կարող է իր կատարած գործողություններով մաքրի տվյալ ազգի վրայի կատարված գործողությունները, մատաղ սերունդը, երիտասարդ սերունդը կարողանա փրկի այդ վիճակից, բայց արդեն տարի կով անձնավորությունները իրենց կյանքից բան չեն հասկանա, իրենք ընդհակառակը չեն վայել իրենց երիտասարդությունը, չեն վայել իրենց հարստությունը, կորցնեն, անընդհատ խնդիրներով կլինեն։ Դրա համար ուզում եմ ինչքան հնարավոր է բացատրել, որպեսզի մարդիկ ինֆորմացված լինեն, որպեսզի մարդիկ հասկանան, թե այդ ինչ է կատարվում իրենց հետ։ Ընդհանրապես սիրելիներս, անեծքը, երբ որ ես նայում եմ իմ հաճախորդներին, ճիշտ է, թուղթուգիրել կա, երբ որ անմիջապես մարդու վրա, իր ընտանիքի վրա է կատարված այդ գործողությունը, կա նաև այդ թուղթուգիր հասկացողությունը, բայց այդ թուղթուգիրը այդքան վտանգավոր չէ, ինչքան այդ անձի կամ հայրական կամ մայրական տոհմածառի վրա կատարված անեծքի գործողությունները։ Օրինակ, իմ կյանքի ընթացքում եղել է նույնիսկ այնպիսի դեպքեր, որ նեգատիվ անեծքի հարված է եղել այդ ազգի եւ հայրական ճյուղի վրա, եւ մայրական ճյուղի վրա, եւ ինքնըստինքյան այդ ազգը չի զարգանա, առաջ չի գնա։ Շատ հազվադեպ, բայց լինում է, որ երկու